Հայաստանում գյուղացիությունը շատ ծանր վիճակի մեջ է։ Ծանր է գյուղացու վիճակը։ Վարկով պարտքով արած դրածը ջուրն է ընկնում, բայց իրենց մասին մտածող չկա։ Դեն մենք տանում են թափում են այնտեղ ծաղիկները, այնտեղ ամբողջ այդ բոլոր տեղում նայում են արդեն ծաղիկը ոչ ծախվում է, ոչ Ռուսաստան են կարողանում ուղարկել, շատ վատ վիճակի մեջ են։ Ծիածանի գույնս գույն ջերմոցներում ծաղիկներն աճել, բայց եկամուտ դառնալու փոխարեն աղբ են դարձել։ Չգիտեն ինչ անեն գյուղացիները, ումից օգնություն խնդրեն։ Այսօրվա օրով տուժված ենք համարում, չենք կարող ոչ մի հարց լուծենք այս բիզնեսով մեր։ Տիկին Ալթինան, որ խնամքով է աճեցրել իր ջերմոցի ամեն ծաղիկը, չգիտի էլ ինչ անի, ինչի համար, եթե միայն վնաս է կրում։ Հիմա մեր մոտ հիասթափությունը ուզում ենք քանդենք սրանք։ Արմավիրում շատ ծաղկագործներ դեռ անցած տարվանից են քանդել իրենց ջերմոցները, ոմանք ծաղիկները փոխարինել են միրգ բանջարեղենով, ելակ, սմբուկ, պղպեղ են տնկել, որ կարողանան փող աշխատել, բայց ասում են սա էլ էր անօգուտ։ Ելակն էլ օրեր առաջ են Լարսից հետ ուղարկել։ Այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առաջ, ՀԱՏՄ-ն փակել է մեր բոլոր ճանապարհները։ Լավ են հասկանում Արմավիրում, թե ինչու իրենց արտադրանքը Ռուսաստան չի հասնում։ Հայաստանի իշխանությանն են մեղադրում գյուղացիները, թե հայ-ռուսական հարաբերությունները սրելու հետևանքով են այսօր կոտրված տաշտակի առաջ հայտնվել։ Այս խնդիրը քաղաքական է, կախված մեր քաղաքական ղեկավարներից։ Այս իշխանությունը չի ուզում աշխատի։ Իրանց հակառուսական քարոզը բերեց սա գյուղացիքի դժբախտությունը։ Միլիոնների վարկեր են վերցրել արմավիրցիները, որ ջերմոցատեր դառնան։ Հիմա ստիպված են վարկով վարկ փակել, յոլա գնալ։ Գյուղվարգը վերցրել եմ ցածր տոկոսները, որ կառուցեմ ջերմատունը օգուտ ստանամ, բայց գնալով սկսեց բիզնեսը տուժել, ստիպված գնացել ենք ավելի թանկ վարկեր ենք վերցրել, այդ թանկ վարկերով այդ վարկն ենք փակում։ Զայրանում են ու գյուղացու հոգսին անծանոթ իշխանությանը հիշեցնում, իրենք արտահանման խնդիր նախկինում երբեք չեն ունեցել։ Մի քանի տարի առաջ շատ լավ էր համ թանկ էր ծաղիկը, համ արտահանվում էր, հիմա որ չի արտահանվում, ինձ թվում է դա է խնդիրը, ամենամեծ խնդիրը դա է այսօր առավ։ Մենք պիտի կերակրողների հետ ավելի լավ լինենք։ Արմավիրցիների խոսքով իրենց ապրանքը Ռուսաստանից բացի ոչ մի երկիր գրկաբաց չի ընդունի, եվրոպական շուկա դուրս գալու հայտարարությունները միֆ են անվանում։ Եվրոպայում մեր ծաղիկ ծախելը դա ուղղակի մի քիչ ծիծաղալու կլինի, sense կոպիտ ասեն, որովհետև Քենիայից է գալի վարդերը, Էկվադորից է գալի վարդերը, մենք անձամբ ստացել ենք տարիներ Քենիայից ու Էկվադորից ապրանքներ, Հոլանդիայից է գալի, ասենք մենք ոնց կլինի տանենք ընդ ապրանք ծախենք, չէ, դա բացառված է։ Եթե պահպանվի իրենց խոսքով ծայրահեղ վատ վիճակը ու ռուսական կողմը չընդունի հայ ծաղկագործների արտադրանքը, Հայաստանում արտագաղթը թափ կհավաքի, ասում են գյուղացիները։ Մեր վիճակը ավելի է ծանր, մանավանդ գյուղացու։ Ավելի վարկերը շատանալու է, ժողովրդի վիճակը ծանրալու է։ Նորից արտագաղթանելուց երկրում։ Այս պահին մենք ունենք կարևոր խնդիր, մեր առաջ դրած ընկած են անկարևոր բաների հետևից։ Բռնեն քաղաքական առաջնորդներին, բռնեն սրբազաններին, բռնեն ուժեղ աջակից մարդկանց, ովքեր որ աջակցում են պետությանը, ովքեր որ աջակցում են ընդդիմադիր դաշտի։ Վստահ են Արմավիրում հայկական ապրանքի ռուսական սահմանափակումը քաղաքական հարց է ու շատ բան պարզ կլինի ընտրություններից հետո։ Չեմ ուզում շատ բան ասել բանին, բայց ժողովուրդը թող տենա, գնա իր ընտրությունը ճիշտ կատարի։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։